Arianna. Պարոն նախարար, ես ուզում եմ, որ ես պահանջում եմ, որ դուք Հանգիստ ասա։ ներդրի նախագահի և դուք մեր սուրբ Արի սանքնակ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, անչափ շնորհակալ ենք այս հանդիպման համար, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ Տարբեր առիթներով, նաև հենց այս դահլիճով հնարավորություն ունեցել ենք հանդիպելու եւ այսօր կարծում եմ շատ լավ առիթ եւ հնարավորություն է միասին քննարկելու մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, խոսելու ստեղծված իրավիճակից դուրս գալուց, պատասխանելու ձեր հարցերին եւ ամենակարևորը քննարկելու միասին մեր առաջիկա անելիքները ու ներկայացնելու ձեր մեր ծրագրերը։ Սիրելի հայրենակիցներ, առանց չափազանցնելու այսօր մեր երկիրը եւ ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ ու ճակատագրական փուլերից մեկում։ Եվ առաջկա խորհրդարանական ընտրությունների արդյունքից է կախված մեր երկրի հետագա ընթացքը։ Արդյոք մենք կարողանանք կտրել այս նվաստացման, կորուստների, անարժանապատվության շղթան եւ երկիրը միասնական ուժերով դուրս բերել այս իրավիճակից։ Եվ սրանով պայմանավորված, այո, առաջկա ընտրությունները դրանք ընթացիկ կամ սովորական ընտրություններ չեն։ Բայց որպեսզի այդ ընտրություններին մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի եւ ճիշտ գնահատական տա, անհրաժեշտ է այս չարիքի իշխանության տարիներին ամբողջական գնահատական տրվի։ Եթե մենք այդ գնահատական ամբողջության մեր ժողովուրդը չկայացնի եւ չգնահատի, չի կարող վաղը ճիշտ ընտրություն անել եւ կրկին սրանք կարողանան խաբել։ Ինչ է տեղի ունեցել սրանց կառավարման 8 տարիների ընթացքում։ Հայաթափվել է Արցախը, 150,000 մարդ մնացել է անտուն, անհայրենիք, շուրջ 5,000 զոհ, 12,000 մարդ հաշմանդամ։ Այսօր Ադրբեջանի զորքերը գտնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, զբաղեցնելով մեր բարձրադիր ռազմավարական դիրքերը։ Ներքին կյանքում պառակտել են մեր ժողովրդին բաժանել սևերի սպիտակների, նախկինների նորերի, ռուսամետների, արևմտամետների։ Թշնամու պահանջով պատրաստում են փոխել մեր սահմանադրությունը։ Սրանք չոր փաստեր են, որևէ մեկը չի կարող հերքել։ Եվ այս ամեն ինչի դիմաց ինչ հաստատել մեր ժողովուրդը, ասֆալտ, որը անձրև եկավ ու քշեց տարավ, քիչ առաջ գալիս էինք, ստեղ տեսանք, ասֆալտն էլ չեն կարողացել անել։ Եթե սրանց 8 տարին գնահատենք, դա պատերազմի, կորստի, զիջումների, նվաստացման տարիներ է։ Հետևաբար այս իշխանությունը վերարտադրվելու որևէ հնարավորություն չպետք է ունենա, որովհետև սրանց վերարտադրությունը, այս էլ Ժողովուրդ ջան, պարզ պետք է հասկանանք, ինչ է նշանակում, եթե սրանք կարողանան կրկին խաբել, չգիտեմ ինչ ճանապարհով վերարտադրվել։ Այս իշխանության վերարտադրությունը նշանակում է, որ նոր կորուստներ ենք ունենալու։ Հայաստանից նոր զիջումներ է լինելու, եւ իրենք չեն թաքցնում, ասում են Հայաստանի տիրապետության տակ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձնենք։
անկլավների տեսքով, չգիտեմ ինչ տեսքով վերադարձնելու են։ Եթե սրանք շարունակեն մնալ, թշնամու պահանջով փոխելու են Հայաստանի սահմանադրությունը։ Եթե շարունակեն մնալ, Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետականությունը դրվելու է հարցականի տակ։ Հետևաբար, Ժողովուրդ ջան, այս ընտրությունը պարզ քաղաքական ընտրություն չի, սա գոյաբանական հարց։ Մենք 5 տարի պայքարել ենք սրած դեմ, 21 թվականին չկարողացանք այս վտանգները ամբողջությամբ տեղ հասցնել եւ դժբախտաբար ինչ որ ասել ենք իրականություն է դարձել։ Այս անգամ ձեր օգնությամբ միասնական ուժերով պետք է այս վտանգները մտցնենք յուրաքանչյուր հայ ընտանիք, բացատրենք, եթե սրանց վերարտադրությունը ինչ է նշանակում եւ կարողանանք կանխել ու միասնաբար երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Մեր այլընտրանքը ո՞րն է։ Սրանց որ առաջարկում ենք։ Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ եւ մրցունակ Հայաստան։ Հզոր տնտեսությամբ, ուժեղ բանակով, որը կարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ երկիրը դուրս բերել այս վիճակից։ Դրա համար ունենք փորձառու թիմ, ունենք մրցունակ ծրագիր, կամք եւ վճռականություն մեր առջև դրած խնդիրները լուծելու համար։ Եվ մենք միասին կարող ենք։ Այժմ խոսքը տրամադրում եմ առաջ կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Առաջ, ինչպես արդեն գիտեք, առաջ աշակենտրոն կուսակցությունը միացել է Հայաստան դաշինքին եւ սպասվող խորհրդարանական ընտրություններին մենք մեր մասնակցություն ունենալու ենք հետեւյալ ձևաչափով, իհարկե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Մենք միացել ենք մեր քաղաքական ուժը մի հստակ ծրագրով, հստակ պահանջով, այն է, որ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում եւ մեր մտահոգությունն ենք հայտնում այն ամենի հետ, ինչ կատարվել է այս 7 տարիներին Հայաստանի Հանրապետության հետ, Արցախի Հանրապետության հետ եւ փորձում ենք մեր թիմով, մեր ընկերներով փորձում ենք այն լուծումներն առաջարկել, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղ է սարքելու, ավելի լավն է սարքելու, ավելի միջազգային գործընկերների, միջազգային տարբեր հարթակներում ավելի լսելի ենք դառնալու, ինչը մենք այս տարիներին տեսնում ենք, որ այդքան էլ այդպես չէ։ Շատ հստակ է, որ օրվա իշխանությունների թիրախում տարիներ շարունակ մեր ազգային արժեքներն են։ Մեր ազգային ինքնությունը, մարդիկ փորձում են ջնջել մեր հիշողություններից մեր պատմական հիշողությունը, մեր ազգային արժեքները, այդ ամենը, այդ ազգադավ ծրագրերը շատ վաղուց արդեն ներխուժել են դպրոցներ, իհարկե իրենց, այսպես ասած, քպեականների քավորությամբ այս ամենը։ Ավելորդ է խոսել այն ամենի մասին, ինչը իրականացնում են հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Բոլորս շատ լավ տեսնում ենք այդ ամենը։ Փորձում են ինչքան էլ, որքան էլ որ իրենք փորձում են դա կապել, որ եկեղեցում կան ինչ-որ անձանց դեմ է, շատ պարզ վստահ ասում եմ, դա որևէ անձի դեմ չէ, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ հայ ժողովրդի հենասյուներից մեկը եղել է դարերով եւ կա հայ առաքելական եկեղեցի։ Եվ ես ասում եմ, որ իշխանափոխությունից հետո եկեղեցին պետք է սահմանադրության, այսինքն այնպես ինչպես սահմանադրությունով ունենք եկեղեցին անջատ պետությունից իր ինքնավար պետք է իրականացնի իր աշխատանքը, այդպես է լինելու։ Պետությունը երբեք չի խառնվելու եկեղեցականների գործերին, եկեղեցական այս մարդիկ արդեն եկեղեցական ծեսերին են խառնվում, իրենք իրենց համար նոր հոգևորականներ են առաջ բերում, տեսել եք, դատավորներ կան, որ իրենք կարողանում են որոշել, ենթադրենք այսինչ մարդը հոգևորական է, թե հոգևորական չէ, սա աբսուրդ է, բնականաբար սա մեր ուշադրության կենտրոնում է լինելու եւ հայ առաքելական եկեղեցին շարունակելու է եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում հայերի միասնության գաղափարը առաջ տանելու։ Ես որպես Հայաստանի Հանրապետությունում վերջին ընտրություններին ակտիվ մասնակցած անձ ուզում եմ ձեզ մի խնդրի մասին խոսել, այն է համայնքների անտրամաբանական այս խոշորացումը։
Դուք շատ լավ տեսաք վաղաշաբաթի ընտրությունները, երբ այլ համայնք 17 գյուղեր, գյուղական համայնք միացրեցին վաղաշաբաթին մի պարզ տրամաբանությամբ, որպեսզի ունենան իրենց քպեական սրտի թեկնածուն։ Իրենք նույնիսկ չեն զանազանում իրարից գյուղական համայնքի խնդիրները եւ քաղաքային համայնքի խնդիրները, ինչը համայնքը կառավարելու համար ել ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնացնում։ Այսօր գյուղացին իրականում խնդրի խնդրի առաջ է կանգնել։ Տեսեք, ջերմոցային տնտեսություն, մարդը ունի վարելահող, ուզում է ջերմոցային տնտեսություն կառուցի, ջերմոց 1000 մետրանոց, ենթադրենք հակամ 2000 քառակուսի մետրանոց ջերմոց է ուզում կառուցել։ Այդ մարդու համար նախ գյուղացուն անհրաժեշտ է բավականին շատ ֆինանսական միջոցներ եւ մոտ 7-8 ամիս ժամանակ։ Դե հողի կատեգորիայի փոփոխություն կա եւ մի կարեւոր բան էլ, որ սա նույնպես абսուրդի ժանրից է, իսկ ջերմոցային ցելոֆանի ջերմոցային տնտեսություն կառուցելու համար նույն շին թույլտվություն վճարն են մուծում ինչ որ հիմնական շինության համար։ Այսօր գյուղացին իր բակում փորձում է որևէ մի հավաբուն կառուցել, դա պետք է լինի շին թույլտվությունով, համապատասխան վճարներով, սա կարծում եմ պետական տարբեր հիմնարկների կողմից իշխանափոխությունը հետո եւս պետք է վերանայվի։ Այսինքն եթե գյուղացին ուզում է կառուցել ջերմոցային տնտեսություն, թե համայնքային հիմնարկների, թե պետական հիմնարկների հարաբերվելուց պետք է տևի մաքսիմալ կարճ ժամանակ եւ ոչ մի շինթույլտվության վճար, ոչ մի ֆինանսական հարց չպիտի առաջանա։ Համայնքը պարտավոր է այդ բեռը վերցնել իր վրա եւ փորձել խրախուսել։ Հաջորդ խնդիրը գյուղական համայնքների, մենք գիտենք, որ դա ոռոգման ջրի հարցն է։ Գալիս է ոռոգման սեզոնը, մի աժիոտաժ է սկսվում, կարծես թե, ջրեմ ինչ-որ մի նոր հայտնագործություն է եղել, մարդիկ ուրախանում են, որ իրենց ջուր են տալիս, այսինքն ոռոգման ջուր ունեն։ Սա պետք է լինի նորմալ սովորական երևույթ։ Եթե գյուղացուն պետք է ոռոգման ջուր, պետք է դա լինի։ Իդեպ մենք նաև մեր ծրագրում ունենք, որ ոռոգման ջրի սակագնի հստակ էական նվազում է տեղի ունենալու։ Բնականաբար նորից եմ կրկնում, համայնքների այս տրամաբանական խոշորացումը վերանայվելու է, որովհետև այս ամենով ոչ միայն կառավարման մոդելն են շատ ավելի վատացել, բարդացել, այլ եւ գյուղի, եւ քաղաքի կոլորիտն են կորցրել այս մարդիկ։ Իսկ դա յուրաքանչյուր քաղաքի, յուրաքանչյուր գյուղի համար ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք ավելի ճիշտ, դուք շատ ավելի շատ, ես ձեզնից շատերը կհիշեմ, որ նախագահ Քոչարյանի տարիներին Ծաղկաձորում ինչ շինարարական բում ապրեց, սպորտ կոմպլեքսը ամբողջությամբ թարմացվեց, վերանորոգվեց, տուրիստական մեծ հոսքեր։ Ես հիշում եմ, որ ձմեռային օլիմպիական խաղերի տարբեր երկրների հավաքականներ գալիս էին իրենց մարզական հավաքներն իրականացնում էին հենց Ծաղկաձորում։ Ես վստահ եմ, երևի թե այս մասին ավելի շատ նախագահը կխոսի, բայց մեր թիմի իշխանության գալու դեպքում այս ծրագրերը երակի, քառակի շատանալու են եւ դուք նորից այն ամեն ինչ որ տեսել եք ու sense լավ հիշողություններով հիշում ենք, նորից տեսնելու ենք այս ամենը։ Խոսքս երևի թե շատ չծանրաբեռնեմ, այսքան մտահոգ եւ պատրաստական հայացքներ որ տեսնում եմ, վստահ եմ, որ մենք բոլորս այս ամենը հաջողելու ենք, որովհետեւ բոլորս իրար թևութիկունք մի գաղափարի շուրջ հավաքված կարողանալու ենք իրականացնել։ Շնորհակալություն։ Եվ իհարկե խոսքս փոխանցում եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, իմ համար մի քիչ ավելի պատասխանատու է այստեղ խոսելը, որովհետև բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում իմ հայրական գյուղը, Խախսիից ենք հայրական կողմից։ Դրա համար շատ ավելի ուրախ եմ այս հնարավորության համար։ Ես կարճ ուզում եմ իրականում անդրադառնալ մի հատ մեր 5 տարիներին արած աշխատանքի մի մասին եւ խոսել մեր այլընտրանքի ու առաջարկի մասին։ Այսօր մենք այստեղ եկել ենք ձեզ նաև հաշվետվություն ենք ներկայացնում ու ձեր առջև կանգնած ենք որպես թիմի ներկայացուցիչներ, ովքեր իսկապես 5 տարի, մեզ համար այս 5 տարվա ամեն օրը եղել է պայքարի օր, պայքարի մասին է եղել։
Այս թիմի աշխատանքների արդյունքում է, որ օրինակ դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի անձամբ իր հրամանով են Սյունիքի ձորքերը ետ քաշվել։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ դուք գիտեք, որ Երևանի չափ տարածք օկուպացված է հիմա Ադրբեջանի կողմից։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ բացահայտվել են այն պայմանագրի Ադրբեջանի հետ նախաստորագրած պայմանագրի մանրամասները, որոնք իրենք մերժում էին այդպես էլ հանրությանը ներկայացնել։ Եվ այստեղ կանգնած ենք որպես ամեն օր խորհրդարանում, խորհրդանից դուրս հնարավոր ամեն կերպ պայքար տված ուժի ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում 25 նախագիծ են ներկայացրել խորհրդարանում, որոնք վերաբերել են թոշակները բարձրացնելուն, վերաբերել են բազմազավակ ընտանիքների աջակցությանը, բայց բոլորը մերժվել են։ Հիմա ես ասում եմ նրա համար, որ սա մենք արել ենք առանց ռեսուրսները ունենալու։ Բայց եթե այդ ռեսուրսները լինեն, ինչ կարող ենք անել միասին, սրա մասին ենք երկրորդ մասում խոսելու, մինչ այդ մենակ իշխող ուժի թեզին, որ ինչ են ասում, էլի մեզ բոլորիս, ձեզ, ամենտեղ որտեղ կանգնում են, ասում են, որ իրենք 70% են ունենալու, 70% ունեցող ուժ են։ Ես մի պարզ բան եմ ուզում ասել, որ 70% ունեցող ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի վախեցնում։ Սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը ծայրահեղ քայլ է, որը ԿՊ-ն անում է ստիպված, որովհետև գիտի, որ միակ շանսը 70% հավաքելու դա այն է, եթե ընտրություններ լինեն բացառապես իրենց այդ ավտոբուսի մեջ։ Ուրիշ հնարավորություն իրենք չունեն 70% հավաքելու։ Դա անում են, որպեսզի դուք հուսահատվեք եւ չմասնակցեք ընտրություններին։ Միայն դրա համար է դա արվում, որովհետեւ գիտեն, որ եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70%, անհնար է նաեւ մեծ մասնակցության դեպքում ունենան ընդհանրապես մեծամասնություն։ Ուստի խնդրում ենք, որ բոլորս ակտիվ մասնակցություն ունենանք ընտրություններին ու այն ամենի պատասխանը, ինչ մեր հետ տեղի ունեցել է տարիների ընթացքում, տանք մեր քվեաթերթիկով։ Հիմա որպեսզի կողմնորոշվենք, թե ում տանք ձայնը այդ քվեաթերթիկում օգտին գցենք, պիտի հասկանանք ինչ ենք առաջարկում, որոնք են ընդհանրապես այլընտրանքները, եթե այլընտրանքներ կան։ Նախ այլընտրանքը իսկապես խաղաղությունն է։ Այլընտրանքը ոչ թե այս քաոսը ու այլևի տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստ թիմ, պատերազմի հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Հաջորդ այլընտրանքներից մեկը, որի մասին պիտի խոսենք, մեր կյանքում վերջի տարիներին ամենամեծ խնդիրներից մեկը դարձել է հանցավորության աճը, դարձել է թմրամիջոցների տարածվածությունը, որոնք դպրոց են արդեն հասել, դարձել է խաղամոլության աճը։ Մեր թիմը ասում է, որ այս ամենի նկատմամբ մենք ունենք զրո հանդուրժողականություն։ Դպրոցներից թմրամիջոցները պետք է հանել, այս խաղամոլության վերջը, որը գերշահույթ են ստանում միայն այդ ընկերությունները պետք է տալ եւ պետք է հանցավորության մակարդակը երկրում իջեցնել ու Հայաստանը վերադարձնել այդ ամենաապահով երկրների շարքում, որտեղ մարդ կարող էր հանգիստ ապրել ու երեխան կարող էր մինչեւ գիշերը ժամը շատ ուշ դրսում լինել ու որևէ մեկը չէր անհանգստանա դրա մասին։ Գիտեմ, որ շատերը սրա մասին կարող են ձեզ խոստանալ, բայց խնդրում եմ նայեք ովքեր են խոսք տվողները։ Ու ասենք, եթե տեսնում ես մարդը արտաքինից, որ զգացվում է, որ թմրադեղերի հետ կապ ունի, ինքը թմրամիջոցների դեմ կարող է պայքարի։ Բնականաբար չի կարող, այսինքն բացի նրանից ով ինչ են խոսք տալի, կարևոր է նաև թե ով է խոսք տալիս։ Մենք խոսել ենք նաև անվճար կրթության մասին։ Իմ գործընկերը ավելի մանրամասն կներկայացնի, բայց երիտասարդներին մեր առաջարկը դա է։ Դուք իրավունք ու հնարավորություն ունեք ձեր հայրենիքում անվճար կրթություն ստանալու։ Ու եթե այս գաղափարը ձեզ անիրատեսական է թվում, հիշեք, որ անիրատեսական էր Իրանից գազամուղ ունենալը, Զվարթնոցի նոր մասնաշենք ունենալը, այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք մենք ունեցել ենք, բայց դրանք հնարավոր եղավ, որովհետև կար մեծ մտածող, կարող թիմ։ Նույնն է նաև կրթության պարագայում, մենք Հայաստանում դա կարող ենք ունենալ։ Ի վերջո, մեր այլընտրանքը սկսվում է պարզ առաջարկից։ Սուրեն Պապիկյանը ձեր լավագույն պաշտպանության նախարարը չի, որ կարող եք ունենալ։ Արարատ Միրզոյանը ձեր լավագույն արտաքին գործերի նախարարը չի, որ կարող եք ունենալ, եւ հաստատ Նիկոլ Փաշինյանը ձեր լավագույն ղեկավարը չի, որ կարող եք ունենալ։ Այս երկրում շատ ավելի լավերը կան ու դուք հնարավորություն ունեք իրենց ընտրելու։ Եվ վերջում, եթե մեր հունիսի 7-ի ընտրությունները մեզ համար վերածում են
այլևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու հանրաքվեի, կարծում եմ շատ պարզ է, որ բոլորով պետք է մասնակցել այդ ընտրություններին ու այդ այլևի համար կարողած սահմանադրությանը բոլորով պետք է ոչ ասել։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցեմ իմ ավագ գոլեգա Աղվան Վարդանյանին։ Շնորհակալ եմ, բարի ժողովուրդ ջան։ Նստած տեղս թղթի վրա նշումներ արեցի, այդ ընթացքում մակնոթս ջարդվեց, լրիվ անիմաց դառավ։ Ես պարզ բաներից կխոսեմ, ժողովուրդ ջան։ Եկեք միասին մտածենք։ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչ անում է այստեղ, ինչու է այսօր այստեղ։ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ունեցել է, Արցախի Հանրապետությունը ղեկավարել է, 10 տարի Հայաստանը ղեկավարել է, 10 տարի լրացել է, թողել գնացել է, ասել է շարունակեք։ Այս մարդը աշխարհի ամենաուժեղ ղեկավարների հետ հավասարի կանգնել է կողքներին, արժանապատիվ պահել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Ամերիկայի եւ բոլորը հարգանք են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի նկատմամբ։ Իսկ այդ հարգանքը նախագահին մենակ չի վերաբերում։ Այդ հարգանքը վերաբերել է Հայաստան պետությանը, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի արժեքին այս տարածաշրջանը։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի հերուտղա ղեկավարների հարաբերությունները։ Նայեք ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ, նայեք ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրից չգիտեմ ինչի առաջ։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները։ Անվտանգություն, խաղաղություն, ապահովություն, տնտեսության աննախընթաց աճ, աշխատանք, հսկայական ենթակառուցվածքներ եւ մարդկանց պարզ հասարակ մարդկանց կյանքի հնգապատիկ, վեցապատիկ բարելավում։ Սա է եղել, չէ՞։ Հիմա այս մարդը ինչի է այստեղ։ Այս մարդը կարող էր հանգիստ, ասացի, ունեցել է իշխանություն, ունեցել է կապեր հարաբերություններ, զուտ հայկական հրաշալի ընտանիք, կարար հանգիստ կողքի քաշվեր, ասեր, ես հիմնարել եմ, ինչ ուզում եք արեք։ Բայց հայ մարդը, տղամարդը եւ չի ուզում, որ ինքը եւ իր ժողովուրդը այսպես խեղճ գլխիկոր լինեն եւ առաջի օրվանից, երբ որ գիտեր իրան կալանավորելու են, եկել է բաշճակած, կանգնել է 500 քանի օր նստել է բերդում ու այսօր էլ շարունակում է պայքարել մի նպատակով, որ մեր երկիրը այս վիճակից դուրս գա, որ այս դալիճում նստած յուրաքանչյուրը եւ այս մեր երկրում նստած յուրաքանչյուրը կարողանա գլուխը բարձր քայլել, արժանապատվություն ունենալ, չխեղճանալ։ Ես ասեցի ժողովուրդ ջան, որ պարզ բաներից եմ խոսելու։ Կա ուժեղ, կա թույլ, կա բարի, կա չար, կա թեկուզ դաժան ճշմարտությունը ասող, կա սուտասան, կա կզող, կա հապարտ դեմները կանգնող եւ ճակատների խփող, կա պետություն, կա պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է եւ շատ բնական է, շատ նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն պայքարի մեջ է մեր ամենաավանդական, ամենաազգային քաղաքական կուսակցությունը եւ բնական է, որ նաեւ երիտասարդների նոր ուժ է միացել սրան։ Ես անկեղծ տարիքով էլ փոքր չեմ։ Ինձ զարմացրել է, թե այս մարդը ինչքան ժամանակակից է։ Ամենավերջին նորությունները տեխնիկայի, գիտության, չգիտեմ, արհեստական բանականության եւ այս մարդու կողքին դերից յուրաքանչյուրը իսկապես կզգա, որ պետությունն է ներկայացնում, որ այս երկիրը ապագա ունի, որ այս չարիքները պատահականություն էին, մեր ժողովրդի խաբվածության արդյունք էին, բայց սրանք գնալու են։ Հանգիստ եղեք, ընտրեք ում կողքին եք կանգնում եւ մի վախեցեք սրանցից, սրանք ամենավախկոտներն են եւ սրանք գնալու են եւ Հայաստանը լինելու է
ոչ միայն նախկին, այլև ապագայի պետություն։ Ես կարծում եմ, որ Աննա Գրիգորյանին ներկայացնելու կարիք չկա, բայց մեծ պատիվ է անասել։ Պարոն Վարդանյանի ելույթից հետո իհարկե դժվար է որևէ բան ասել։ Ինձ թվում է պարոն Վարդանյանի ելույթից հետո պետքա պարոն նախագահային ուղղակի կանչեին, բայց Սիրելի ընկերներ, երբ շենքի մոտեցանք եւ Արյանան, փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց, Արյանա ջան, քանի տարեկան ես։ Քանի? 8։ Երբ փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց 8 տարեկան եւ իր պսպղացող այսպես հայացքում իսկապես բարեմաղթանքներ հնչեցրեց, իր պատկերացումը մանկական նույնիսկ, բայց պատկերացումները հայտնեց, ես ինքս ինձ համար մտածում եմ, որ իսկապես այն պայքարը, որ մենք հիմա ենք տանում, Արյանայի իր սերնդակիցների համար է, որ մենք բոլորս իսկապես հայկական պետականություն ունենանք, արժանապատիվ պետականություն ունենանք, որ ոչ մեկս գլխիկոր չքայլենք ոչ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ էլ մեր հայրենակիցները, որ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, գլխիկոր չլինեն։ Այ դրա համար այսօրվա մեր կռիվը, որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնանք Ալիևի պատվերով նոր սահմանադրության կողմ քվեարկենք, որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող այս արշավը դադարի վերջնականապես, որտեղ ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, առաջին քրիստոնեությունը ճանաչած պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի եկեղեցու նկատմամբ, սա ուղղակի խայտառակություն է։ Այ դրա համար է մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է։ Այսօր հասել ենք նրան, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր պատմության ամենավառ էջերից մեկն է, մեր հպարտության էջերից մեկն է, հիմա արժեզրկում են տոտալ կերպով։ Արցախ ասելուց հետո ներողություն են խնդրում, իսկ Արցախյան հերոսամարտի վերաբերյալ արդեն ամենավերջին բառերն են օգտագործում, իսկ վերջին ձևակերպումն էլ այն է, որ դա եղել է սովորական արկածախնդրություն, ընդհանրեն արկածախնդրություն։ Ոչ թե մենք գնացել ենք մեր հայրենիքը ազատագրելու, մեր հայրենակիցներին կողքին կանգնելու, այլ սովորական արկածախնդրություն է եղել այսօրվա իշխանության պատկերացումներում։ Մենք այդ արժանապատվությունն է, որ փորձում ենք վերականգնել։ Մենք ուզում ենք ունենալ խաղաղ երկիր եւ լինելու է խաղաղ երկիր իշխանափոխությունից հետո, երկիրը լինելու է անվտանգ, երկիրը լինելու է մեր պետությունը լինելու է մրցունակ, իժորն էլ արժանապատիվ ապրելու է Հայաստանի Հանրապետությունում։ Վստահ լինելով, որ Արյանան եւ մյուսները իսկապես շարունակելու են այս պետականության շարունակականությունն ապահովելու։ Չէ՞ Արյանա։ Բայց ինքնության, անվտանգության, խաղաղության հետ մեկտեղ բնականաբար մենք նաև ծրագրային դրույթներ ունենք եւ ես ուզում եմ այդ սիրով ներկայացնել հատկապես կրթությանը վերաբերող մի քանի կետեր, որոնցից մեկը հավանաբար արդեն լսել եք, բայց կարծում եմ կարևոր արձանագրում է անվճար կրթության ապահովումն է։ Գիտեք, գրեթե համայնք չկա, որտեղ որ մենք գնանք եւ մարդիկ չմոտենան ու ասեն, որ իրենց երեխաների կրթության գումարի հարց ունեն։ Եվ կարծում եմ, որ չպետք է լինի Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ, ով ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ պետական բուհերում եւ այդ հնարավորությունը չունենա։ Ես ինձ մոտ ունեմ տվյալներ, թե օրինակ այս տարիների ընթացքում ինչքան է աճել կրթության գումարը։ Օրինակ Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում 16 թվականին 650,000 դրամ էր ուսման վճարը, 21-ին դարձել է 720, իսկ 25-26 թվականներին արդեն 900,000 դրամ է։ Այսինքն էականորեն աճել է այդ գումարը, կրթության որակը չի փոխվել էականորեն, բայց վարձը այնքան է ավելացել, որ մեր երիտասարդները ցավոք չեն կարողանում ուղղակի հնարավորությունից օգտվել։ Հետևաբար անվճար կրթություն պետք է ապահովել բոլոր երիտասարդների համար, ովքեր ուզում են պետական համալսարաններում, պետական ֆինանսավորման համալսարաններում կրթություն ստանան։ Երկրորդ դրույթը, որի մասին ես կուզենայի խոսել, վերաբերում է ուսուցիչներին։ Ուսուցիչը իսկապես կրթության առանցքն է։ Եթե ուսուցիչը ուսուցչի նկատմամբ չկա պետական քաղաքականություն, հետևաբար կրթական համակարգն էլ արդյունավետ չի կարող գործել։ Մենք առաջարկում ենք, որպեսզի ուսուցչի բազային աշխատավարձը նախ բարձրանա եւ երկրորդ կետով այն ուսուցիչները, ովքեր արդեն 15 տարի է մտնում են
դասարան, երեխաների հետ աշխատում են, կրթություն են ապահովում, իրենք պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված եւ համապատասխանաբար նրանց վարձավճարը պետք է ավելացվի։ Իսկ ատեստավորումը բացառապես մեկ նպատակ պետք է ունենա՝ սեփական փորձը ավելացնելու, գիտելիքները թարմացնելու նպատակ եւ ոչ թե աշխատավարձի բարձրացման նպատակ։ Հետևաբար այս երկու առաջարկները ես ուզում եմ ասել, որ մենք անպայմանորեն անելու ենք, որովհետև կարծում ենք, որ մրցունակ պետության հիմքերից մեկը, այո, լավ կրթությունն է, որակյալ կրթությունն է, իսկ որակյալ կրթությունն անհնար է, եթե չունես դու վերաբերմունք ու պետական քաղաքականություն քո ուսուցչի նկատմամբ։ Կարծում եմ, այստեղ արդեն կանգ կառնեմ մեր ծրագրային դրույթների մասով, բայց ուզում եմ վստահաբար ասել, որ այս ճակատագրական ընտրություններում մենք միասին կարող ենք հաղթել։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ում հետ այս տարիներին իսկապես մեծ ճանապարհ ենք անցել։ Տեսնում եմ մարդկանց, ում հետևից ոստիկանական բաժանմունքներ են գնացել, բոլոր ցույցերի միասին ենք եղել, այսինքն շատ ծանր ճանապարհ ենք անցել, ու այս ճանապարհի մի ճակատագրական կետին ենք հասել։ Ու այդ կետը ինչ ենք անելու։ Միասին պատվով, ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, չեմ ասում, որ խաղ ու պարա լինելու, բայց պատվով հաղթահարելու ենք, պատվով հաղթանակ ենք տանելու, միասին կարող ենք։ Եվ ուզում եմ սիրով խոսքը փոխանցել Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։ Ես էլ էի որոշ նշումներ արել, բայց ոնց որ որոշեցի հանկարծ ակնոցս չջարդվի, գլխից ես թուղթը մի կողմ դնեմ։ Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր երկրի համար, յուրաքանչյուր կառավարության համար մեկ հարցը անվտանգության հարցն է։ Եթե կա անվտանգություն, ուրեմն հնարավոր է եւ տնտեսական ծրագրեր իրականացնել, հնարավոր է սոցիալական ծրագրեր եւ այսպես շարունակ։ Եթե չկա անվտանգություն, ուրեմն երկիրը խրվում է խնդիրների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից սկսում է բացասական ընկալվել, ռիսկային եւ բիզնեսն է երկրից փախնում եւ այսպես շարունակ։ Բայց ինչ է անվտանգությունը։ Անվտանգությունը միայն բանակը չի, բանակը ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականությունն է, անվտանգությունը ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, անվտանգությունը կանխատեսումներ անելն է եւ ճիշտ հաշվարկներով շարժվելն է։ Ես հիմա կփորձեմ ձեզ բերել ամենից թարմ օրինակը, թե ինչպես է այս գործիքակազմին տիրապետում այսօրվա իշխանությունը։ Ամենից թարմ գործիքակազմը։ Հայտնի հանդիպումը Վաշինգտոնում եւ երկու ստորագրված փաստաթղթերը, օգոստոսի 8, եթե չեմ սխալվում։ Մեկը տրիպ կոչեցյալը, այդ Մեղրիով այդ ճանապարհը 42 կիլոմետրանոց եւ մյուսը նախաստորագրում խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի։ Հիմա տրիպը այնպիսի մի աղմուկ անեցին այդ ծրագրի շուրջ, թվում էր թե միլիարդավոր, խոստանում է, չի միլիարդավոր դոլարներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա, բանի Նյու Վասյուկի տարբերակներ, այն հայտնի ֆիլմի հերոսի։ Մենք ինչ էինք ասում մենք։ Ինչ էինք ասում մենք, ուղղակի հիշեցնեմ։ Ասում ենք Միացյալ Նահանգները մեծ ընդհանրապես երևացող տնտեսական շահեր այս տարածաշրջանում չունի, եւ մենք տեսնում ենք, որ սա ավելի շատ կապված է Իրանի սահմանի հետ։ Եվ Հայաստանի ընդամենը 26% այդ ծրագրում ուղղակի խոսուն վկայությունն էր այդ ամենի մասին։ Անցել է 8 ամիս, հիմա տրիպիցով է խոսում։ Ոչ ոք։ Այն կանխատեսումը, որը մենք ունեցել ենք,
ամբողջությամբ իրականություն դարձավ, ցավոք։ Բայց Հայաստանում երևի հարթուկներ միացնել, խալածիլնիկը միացնել, տրիպից են խոսում։ Որպես դարակազմիկ մի բան։ Մեր առաջարկը հետևյալն էր. մեծացնենք այդ ծրագիրը, ներգրավենք երկրներ, որոնց նկատմամբ Իրանը ունի վստահություն, եւ այդ ծրագրի հետ մենք խնդիր չենք ունենալու։ Կամ ուղղակի այդ 42 կիլոմետրանոց հատվածը կառուցենք մենք մեր սեփական միջոցներով։ Այլ ոչ թե տրամադրենք այլ երկրի մեր ամենից մեծ տրանզիտային ներուժ ունեցող հողակոտոր։ Հիմա կյանք ցույց տվեց, որ այս իշխանությունը ոչ միայն կանխատեսում, կամ խափում էր, կամ չի կարողանում կանխատեսել։ Երկու դեպքում էլ ռուսերեն ասում են պրոֆ նեպրիգոդնի իշխանությունը։ Երկրորդը ստորագրվեց, նախաստորագրվեց, այսպես ասենք, ինձ համար անհասկանալի երևույթ էր, բայց խաղաղության պայմանագիր նախագահների մասնակցությամբ սովորաբար նախաստորագրումը արվում է որպես տեխնիկական գործողություն, երբ որ թիմերը աշխատում են իրար հետ, օրինակ MIDI բաժնի պետ կամ վարչության պետը ստորագրում են, ասում են ֆիքսված է, զեկուցում են նախագահներին եւ հետո նախագահներն են ստորագրում։ Հիմա նախագահների ներկայությամբ ստորագրվում է նախաստորագրում է ինչ-որ մի փաստաթուղթ։ Սա անհասկանալի էր, բայց խաղաղության մասին թեման դարել է top թեմա վերջի եւս 8 ամիսների ընթացքում։ Ով ինչից խոսում է, թե իշխանությունից է, ապա խոսում է խաղաղության մասին։ Ինչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Մենք ասում ենք խաղաղության մասին, որը կախված չի Նիկոլ Փաշինյանից, ԿՊԱ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Տրամպից, մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն նշանակում է մեխանիզմների կիրառում միջազգային, որը այդ անհատական վերաբերմունք Ալիևի կամքից, այսպես ասենք, դուրս։ Ինչ է կատարվում հիմա։ Մեկ շաբաթ ընդամենը մեկ շաբաթը պարզում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն, բոլոր հարթուկներից խոսում է նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերանտրվի։ Սա է խաղաղությունը։ Ըստ էության իրենք 7.5 ամիս մեր ժողովրդի կոպիտ ասած ժողովրդական լեզվով ասած գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում։ Իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը։ Սա է ձեր արգումենտները, սա է ձեր փաստարկները։ Այս ինչ խաղաղություն է, որը կապված է ընտրության արդյունքի հետ։ Ըստ էության 7.5 ամիս այ կրկնեմ բոլոր էլեկտրական սարքերից հնչող այդ խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա 24 ժամվա ռեժիմով։ Ամեն օր քանդում են։ Խի են քանդում, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է եւ պետք է վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ։ Սա է դարեր հիմնական թեման։ Կամ սկսեմ այն մտքից, որով բացել եմ այս խոսքս, կամ չունեն կանխատեսում, չեն հասկանում ինչ են անում ընդհանրապես։ Երկու պարագայում էլ իրավունք չունեն մնալ իշխանության գլխին։ Մի դեպքում դու ուղղակի ընդունակ չես ճիշտ որոշումներ կայացնել եւ կանխատեսել, ինչը սպառնալիք է երկրի անվտանգության համար, մյուս կողմից դու սուտասան ես, դու սեփական ժողովրդին խաբել ես մի թղթով, որը իրավական ուժ չունի, եւ հենց տեսնում ես, որ քո պլանները իրականություն չեն դառնում, 150%-ով փոխում ես եւ սկսում ես սպառնալ պատերազմով։ Սա այն իրականությունն է, որը մենք այսօր ունենք։ Ապրում ենք այս իրականության մեջ։ Ժողովրդական բան կա, չէ, ասում մարդ որ տունը հավա, դրսում ակլորակատար։ Մենք ունենք հենց այս տարբերակը։
Հիմա ինչ պետք է անել։ Ձեր բազատվել այն իշխանությանը, որը ունի երկու sense հիմնական որակները հիմնական կատարյալ սուտասան, ես նույնիսկ մեկ անգամ օգտագործել եմ այդպիսի բառ սուտասանության բիոսարկ։ Անկեղծ եմ ասում, որովհետև մարդը մի քիչ դաստիարակություն ունեցող մարդը չի կարա պերմանենտ, անընդհատ ստել եւ ամոթի զգացում չունենալ ստելու։ Չեն էլ կատմրում։ Սովորաբար նորմալ դաստիարակություն ունեցող մարդը նույնիսկ եթե ուզում է բարի սուտասի, իրեն վատ ազգում, չէ՞, ինչ կարմրում է, հայացքը փախցնում է, սրանք sense լայվը միացնում են, այնց նայելով այդ լայվի այդ էկրանին, այդ սուտասանության բիոսարքը միանում է, անդադար։ Եվ դրա հետ միասին ուղղակի ընդունակ չեն վերլուծել իրավիճակը եւ ճիշտ որոշումներ կայացնել, հատկապես անվտանգության հարցերում։ Հիմա փորձանք չենք մեր գլխին, մեր ժողովրդի գլխին։ Եվ դա շարունակվում է 18 թվականից ի վեր։ Հիշեցնեմ։ Բոլոր քայլերը, բոլոր հաշվարկները սխալ էին եւ բերել են նրան, որ հրահրեցին պատերազմ։ Իրենց պաշտպանության նախարարը հիշեցնեմ ինչ էր ասում. նոր պատերազմ, նոր տարածքներ։ Հիշում եք սենց ժեստներ, սենսեր։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այդ ում համար էր այդ նոր տարածքները։ Պարզվեց, որ Հայաստանի հայերի համար չէ։ Դրանից հետո գնացին Պրագայում ստորագրեցին մի խայտարակ հայտարարություն, որի պատճառով մենք կորցրեցինք Արցախը։ Մենք կորցրեցինք Հայաստանի հողերը, իշխանասարը, որտեղ այսօր թուրքն է, եւ եւս կորցրեցինք մեկ պատճառով։ Սխալ հաշվարկ, իսպար բացակայություն տրամաբանության եւ ընդհանրապես մարդիկ չեն հասկանում, չեն կարողանում գնահատել այլ երկրների քաղաքական շարժարիթները։ Հիմա մենք սրան վերջ պիտի տանք, թե վերջ չպիտի տանք։ Ուրեմն ձեր հետ միասին մենք պետք է կազմակերպենք այս գործը։ Մեր հույսը Կոտայքի մարզում նաև ձեր հետ է կապված։ Մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանք տանել։ Մարդկանց պետք է ուղղակի համոզել, որ իրենք են որոշողը։ Ունենալ ղեկավար, որը ընդունակ է կառավարել երկիրը, ունի փորձ, ունի կամք, ունի ուժ, ունի կապեր, թե ընտրել մեկին, որը համարում է, որ հայ ժողովրդին կարելի է 100 անգամ խաբել, 101-րդ անգամ էլ, 102-րդն էլ եւ այլ, եւ այսպես շարունակ։ Կարող ենք վերջ տալ դրան ձեր հետ միասին։ Այո։ Հիմա մենք ձեզ ասում ենք, մենք կարող ենք այս ամենը փոխել։ Ընտրությունը ձերն է։ Հիմա Աղբան Վարդանյանը ասում է, թե ինչ էինք փնտրում, հետ գալով եւ պայքարի մեջ մտնելով։ Անկեղծ ասեմ, ես այդ հարցը ինքս ինձ շատ եմ տվել։ Ռացիոնալ պատասխան չունեմ։ Ռացիոնալ պատասխանը նա է, որը հենվում է հետևյալի վրա, մարդ սովորաբար ուզում է վտանգներից փախնի, ավելի հանգիստ կյանք փնտրի, չէ՞, ասես բնազդը այդպիսին է յուրաքանչյուր էակի մոտ։ Իմ մոտ դա խախտված է մի քիչ։ Այդ ռեժիմից դուրս է։ Վտանգավոր է եղել իմ համար հետ գալ, այո, վտանգավոր է եղել։ Եկել եմ, այո, կարող էի չգայի, չէ, չէի կարող։ Պիտի գայի, պիտի մտնեի պայքարի մեջ, հիմա մտածենք պայքարի մեջ եւ դիմում ենք ձեզ, խնդրում ենք ձեզ, որ մեր կողքը կանգնեք։ Առաջի հարվածը հաստատ մենք ենք վերցնում մեր վրա, բայց երկրորդ, երրորդ հարվածից ոչ մեկը չպետք է վախենա, եթե ուզում ենք, որ երկիրը լինի անվտանգ եւ բարեկեցիկ։
Հիմա երևի անցնենք ինտերակտիվ հատվածին, հարց ու պատասխանին, ինձ համար ամենից հետաքրքիր հատվածը միշտ հարց ու պատասխանն է, որտեղ ավելի լավ ենք զգում, թե ինչ է հուզում մեր հայրենակիցներին։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է, երևի հարցը sense պարոն նախագահին ուղեմ, ակնկալում եմ իր պատասխանը։ Առաջի հերթին ինձ հետաքրքրում է կոնկրետ այս թուրքի ծնունդները, այս 8 տարվա իրանց արածների համար պատասխան տալու են, թե չէ։ Ես ակնկալում եմ, որ մենք նենց դատական համակարգ կունենանք, որ սրանք իրանց քարոզիչներն էլ ներառյալ, ովքեր հայաստանցի, արցախցի այդ բաժանումները միջև այսօր էլ տանում են, ես անուններ չտամ, երևի բոլորն էլ Facebook-ով եւ մնացած այլ տեղերով հեռուստատեսությամբ իրանց այդ free news-երով ու մնացած տեղերով այդ քարոզիչներն էլ ներառյալ, իրանց պատասխանը տալու են, թե չէ, որովհետև կոնկրետ ես ու իմ նման լիքը քաղաքացիներ, որ իրանց գերեզմաններն են թողել Արցախում, իրանց ընտանիքի անդամներն են զոհվել Արցախյան առաջին կամ մնացած այլ պատերազմների ընթացքում, մենք այդ տարածքները, մեր հայկական տարածքները ազատ ագրել էինք ու գնում էինք մեր ծննդավայր կամ արմատներով ես կոնկրետ այնտեղից եմ, ստեղ եմ ծնվել մեծացել, բայց արմատներով այնտեղից եմ, իմ պապական գյուղն էի գնում, իմ պապական տունն էի գնում, իմ պապու շիրիմի վրա կարում էի խունկ ծխել, բայց այսօր այդ հնարավորությունից մեզ զրկել են։ Պատժվելու են, թե չէ, մեզ այդ հարցը շատ է հետաքրքրում ու մենք ուզում ենք դրանց պատժված տեսնել մեր երկրում։ Շնորհակալություն։ Ղարաբաղը հազնացները, 5000 զոհ տուվածները, մոտ 12000 վիրավոր տուվածները չեն կարող չպատժվել։ Չեն կարող։ Սա այն դեպքը չի, որ մի պաշտոնյա ինչ-որ մի սխալ է գործել, պաշտոնական դիրքի ինչ-որ չարաշահում բան, ինչ-որ չնչին հետևանքներով կոպիտ ասած, սա այն դեպքը չի։ Սա այս իշխանությունը աղետ է բերել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի գլխին եւ այդ դրա համար պետք է պատասխանել։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք։ Պարոն նախագահ, երկար էի մտածում խոսել, թելահել, բայց Արիանան Արցախից էր, երբ առաջի անգամ գնաց առաջի դասարան։ Սեպտեմբերի 19-ին բլոկադայի ծնված Էդուարդին թողեց տանը, գնացի դպրոց ու սկսվեց պատերազմը։ Պատերազմ, որ չուներ պատասխան, պատերազմ, որ զոհվում էին, այնուհետև բենզինի լցակայանի զոհվեցին երկար շատ հայրենակիցներ։ Ինչ կարգավիճակ են ունենալու մեր բենզինի պայթունի հետևանքով մահացած, թե ասեմ, զոհված ասեմ, ընտանիքները, արդյոք իմ Մարիաննան գնալու է Արցախ, մենք այդ ոգով ենք ապրում, և ինչպես եք տեսնում Արցախ գնալու մեր ճանապարհը, հարցս, ինչու մինչ այսօր դուք նախագահ չեք, որ արցախցիները այսքան թևաթափ չլինեին, որպես արցախցի խնդրում եմ և պահանջում եմ, մեզ ղեկավար ընտրվեք մեր կողմից և մի վարչապետի, ում նախագահած տարիների միայն ունեցել ենք պարտություն, չեմ ուզում մեր զինվորները այսքան արյունը թափված լինի անիմաստ, ես ուզում եմ, որ մեր զոհվածների հոգին լինի հանգիստ, ես գնամ իմ դպրոց, շարունակեմ իմ մանկավարժական ուղին։ Շնորհակալություն։ Այսօր դա կախված է ձեզանից նաև։ Նաև ձեզանից է կախված, թե ինչ ընտրություն եք անելու։ Դուք հարց տվեցիք, ինչու դուք չեք նախագահ, ես եղել եմ նախագահ 10 տարի և չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն, եղել է լուրջ տնտեսական աճ։ Ես համարել եմ, որ իմ պարտքս կատարել եմ, սահմանադրական
ժամկետը լրացել է, երկրորդ անգամ ես ընտրվել եմ, ընտրվելուց հետո թողել եմ եւ հանգիստ խղճով գնացել եմ այլ գործերի։ Հիմա պարզվեց, որ հանգիստ խղճով չպիտի գնայի այլ գործերի։ Բայց ես չէի կարող կանխատեսեի 2008 թվականին, թե կարող է 18 թվականին լինի այն կարգի իշխանափոխություն, որը ուղղակի այս աղետը կբերի մեր գլխին։ Ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել, իսկապես լավ ավարտին։ Ամեն ինչ դրան էր գնա։ Եթե չհայտնվեին մի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց, որ ինքը ամեն ինչի մասնագետ է։ Բոլորից լավ է հասկանում։ Ինչ ուզի կարա անի, կարա զորայական կետից սկսի, կարա ինչ որ գնա ինչ որ թուղթ ստորագրի, այս անի, այն անի եւ ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը ինքը մենակ կարող է գնալ եւ այդ ճակատագրի հարցը լուծել։ Թեկուզ 18 թվականին հրապարակում հայտարարել է, չէ, որ սա բանը, որ առանց ժողովրդի հետ քննարկելու որևէ քայլ չի արվելու Արցախի հետ կապված։ Գնաց եւ արեց։ Եվ ես ասեմ, ես որոշակի դժգոհություն ունեմ նաեւ այդ տարիների Արցախի ղեկավարությունից։ Դժգոհություն ունեմ, որովհետեւ համարում եմ, որ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային։ Ալ ոչ թե փորձեին այսպես հանկարծ հարաբերություններ չփչացնենք եւ այլ եւ սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ եւ մտածեց, թե ինչ ուզի Արցախի հետ կարող է անել։ Սա խնդիրներից իդեպ մեկն է եղել, թեկուզ հիմա ընդունված չի դրա մասին խոսալ, երևի ժամանակը չի դրա մասին խոսալ, բայց սա եւս խնդիր է։ Հիմա ճակատագրի վերաբերյալ, եթե մնա այս իշխանությունը, ընդհանրապես մոռացեք ամեն ինչի մասին։ Ինչ լուծումներ։ Հիմա մենք ասում ենք հետևյալը։ Հիմա պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունք։ Դա իր հետևից բերելով այ գույքային նաև իրավունքների հարց։ Մենք պետք է խոսանք մշակութային ժառանգության մասին։ Եվ ուղղակի հույս ունենանք, որ դրանից հետո, այդ քայլերից հետո որոշ հնարավորություններ կարող է բացվել։ Բայց խնդրեմը շատ լուրջ է։ Չեմ կարող երաշխավորված ասել, այո, կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ, քան ես կամ արդյունավետ։ Հարգանքներս պարոն նախագահ եւ հարգելի ներկաներ։ Արցախի Հանրապետության Արդարություն խմբակցության անդամ Մարիամ Աթայան։ Պարոն նախագահ, մենք ապրում ենք, ինչպես կասեր ազգային հերոս Նոնթե Մելքոնյանը, կորցնելով Արցախը շրջում ենք հայոց պատմության վերջին էջը։ Կարծես թե մենք արդեն շրջում ենք հայոց պատմության վերջին էջը։ Դրված է մեր հայ լինելու եւ չլինելու հարցը։ Հարցս հետեւյալն է, որպես արցախցի, ինչպես եք դուք տեսնում արցախցիների Հայաստանի Հանրապետությունում մնալու տեսլականը։ Հարցս այսպիսին է, օրվա իշխանությունները մշակել են այնպիսի մի ծրագիր, որ արցախցիների մեծ մասը չի կարողանում ձեռք բերել բնակարաններ։ Ես կցանկանայի ձեր տեսլականը, ինչ կանեիք դուք, որպեսզի արցախցիները մնային Հայաստանի Հանրապետությունում, այլ չարտագաղթեին։ Իհարկե, մեր գերագույն նպատակը դա Արցախ վերադառնալու նպատակն է։ Ես չեմ ասում երազանք, ես ասում եմ գերագույն նպատակ։ Եվ այդ նպատակին հասնելու համար մենք միայն կարող ենք ձեզ հետ միասին հասնել այդ նպատակին։ Շնորհակալ եմ։ Նայեք, շատ պարզ հաշվարկը ցույց է տալիս մեկ բան,
որ բնակարանի հարցը հնարավոր է լուծել 3 տարվա ընթացքում։ Ես այդ փորձը աղետի գոտում ունեմ 98 թվականին աղետի գոտու Գյումրիի սպիտակի վիճակը խայտարակ վիճակ էր։ Բայց այն ժամանակ տարբեր ֆինանսավորման աղբյուրներ գտնելով հասել ենք նրան, որ ուղղակի մի քանի տարում հսկայածավալ շինարարություն ենք արել։ Ես չեմ տեսնում, որ հիմա պետությունը արցախցիների բնակարանային հարցը սարքել է իր քաղաքականության կարևոր, ինքը մեղավոր է ձեր արտագաղթի համար, ինքը մեղավոր է ձեր ունեզրկման համար եւ համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար։ Սա ուղղակի անբարոյականության ինչ-որ մի գագաթնակետն է։ Հնարավոր է դա անել։ Շատ պարզ ընտանիքների քանակը բազմապատկում ես եւ տեսնում ես սա այն գումարով, որ պետք է, եւ տեսնում ես, որ սա լուծվող հարց է։ 3 առավելագույնը 4 տարվա ընթացքում։ Եվ մեր նպատակը սա է լինելու, անպայման այդ հարցը լուծել։ Եվ ոչ միայն սերտիֆիկատների ճանապարհով, այդ գումարների ճանապարհով կարելի է եւ շինարարություն անել, եւ այդ հարցը լուծել, եւ համահայկական հիմնադրամը գործի դնել, եթե այդ հարցը սարքվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր կետ 2-3 տարվա հարց է։ Բայց Սփյուռքի հետ հարաբերությունները այնքան են վատացրել, որ ոչ ոք չի հավատում։ Դուք ինձ հասկացաք, չէ՞։ Օրինակ նույն Ղարաբաղում առաջի պատերազմից հետո մենք գյուղերը ամրացնում էինք, ավերված գյուղերը ամրացնում էինք դրսի համայնքների հետ, տարբեր քաղաքների հետ, հայկական համայնքների հետ, եւ իրենք այդ հարցը լուծում էին։ Կազմակերպչական գործը պետք, ցանկություն է պետք։ Իմ համոզմունքը հետեւյալն է, որ անում են ամեն ինչ ձգձգելով, ինչ որ քիչ գումար տալով, խնդրեմ ստեղծելով, որ արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա։ Անում են ամեն ինչ, որ ուղղակի զզվացնում են, որ մարդ թողնի գնա։ Ինչի համար, որովհետև Արցախցին կարող է գնա իր դեմ քվեարկի։ Իր տնազուրկ, sense դարձնողի դեմ գնալու է քվեարկի։ Հիմա նույնիսկ շատ դեպքում պասպորտները, ես գիտեմ, որ հերթագրում են ազնագիր ստանալու համար, դնում են հուլիս ամիս, հունիսի վերջ, օգոստոս։ Սա է նպատակը։ Հիմա ուրեմն դուք այն ակտիվիստները պիտի դառնաք, որոնք ուղղակի այս շղթան մենք պետք է կտրենք։ Պիտի ջարդվի։ Բայց կրկնում եմ, պոտենցիալի տեսանկյունից 3 տարում այդ հարցը կարելի է ամբողջությամբ լուծել։ Օրերս ընդհարում ունեցավ ՀՊԱ-ականների հետ, այսպիսի մի բան տեղի ունեցավ, ասում է, ինչա որ Քոչարյանը լիներ, կներեք իհարկե արտահայտությանս համար իրենց լեքսիկոնն եմ էլի մեջ բերում, ձեզ տուներ տալու, ասի կներեք, եթե Քոչարյանը լիներ, մենք այստեղ չէինք լինելու, մենք լինեինք ենք Արցախում, հարգանք լինենք։ Ես ուղղակի կրկնեմ այդ աղետի գոտին, երբ որ ես եկել եմ վարչապետ եւ առաջի իմ այցս Գյումրի գնացի, վիճակը խայտարակ էր։ Ես այն ժամանակ նույնիսկ գրքում եմ դա գրել, ես ինքս ինձ ասացի, ես ամեն ինչ պիտի անեմ այս վիճակը փոխելու համար։ Եվ ինքս ինձ համար մի քանի տարի ուղղակի նախանշեցի, որովհետեւ ես միջև գիտեի, որ աղետի գոտի ղեկավար Հայաստանի ղեկավարի համար աղետի գոտ գնալը դա մի փորձություն էր։ Շատ պրոբլեմային էր։ Ինքս ինձ համար որոշեցի հետևյալը, աղետի գոտի գնալը ինձ համար պետք է ոչ միայն աշխատանք լինի, այլ նաև հաճույքի պես մի բան պիտի լինի, որ գնաս տեսնես ամեն անգամ շինարարությանը որ հետևում ես, իսկապես հաճելի բան է իմ համար։ Որ մի երկու շաբաթ հետո գնում ես մի քիչ պատը ավել է բարձրացել, հետո ես գնում պատը բարձրացել, էլի բարձրացել, էլի բարձրացել։ Արարող մարդու համար սա ինչ որ ուրիշ բան է տալիս, ուրիշ մոտիվացիա է տալիս, որ քո աշխատանքի արդյունքը դու sense վիզուալ անընդհատ տեսնում ես։ Աղետի գոտին ինձ համար այսպիսի բան էր։ Հիմա արցախցիները հարց այդ պրոբլեմ, այսպիսի պրոբլեմ չպետք է լինի։ Դրա համար
Եզրակացությունը հետևյալն է. անում են ամեն ինչ, որ դուք սա չմնաք։ Նայեք, եթե Հայաստանի դեմոգրաֆիան լինել ուրիշը, եթե 4-5 երեխա ունենալը առօրյա ինչ-որ մի երևույթ լիներ, եթե մեր ժողովրդի քանակը չպակասեր, էլի կասեի լավ, Հնդկաստանը չենք։ Բայց քո ուղղակի նաև քո տնտեսական շահերից է բխում, որ մարդիկ մնան ստեղ, աշխատեն, բարիքներ ստեղծեն եւ դա երկրին է պետք։ Նույնիսկ բանանեք, էլի sense հեռանանք Արցախի հարցից։ Դու հնարավորություն ունես 100 քանի հազար մարդ ունենալու Հայաստանում։ Դու անում ես ամեն ինչ, որ այդ 100 քանի հազար մարդը թողին գնան։ Լավ, դու վարչապետ ես։ Դու ով ես։ Ինչ ասեմ, նույնիսկ եթե այդ ամեն ինչը մի կողմ դնենք, ուղիղ շահագրգռվածություն պետք է կառավարությունը ունենա, որ մարդիկ մնան եւ աշխատեն այս երկրի հզորացման համար, որ իրենց երեխեքը գնան բանակ, ծառայեն քո բանակում եւ այսպես շա։ Ես մի բան ավելացնեմ, ներողություն եմ խնդրում։ Բոլորդ գիտեք, որ տարիներ շարունակ Հայաստանում եւ առաջիններից նաեւ հենց այսօրվա վարչապետ կոչեցյալը փորձել են բաժանել հայաստանցի Ղարաբաղցի եւ Քոչարյանի հանդեպ էլ այդ անընդհատ թույնը թարախը փորձել են մեծացնել։ Մի բան հիշեցի, որ ուրիշ տեղ ասել եմ։ Տարիներ առաջ Արցախում զրուցում էինք Ժաննա Գալստյանի հետ։ Շատերդ գիտեք, Արցախի հերոս, մեր ամենամարտական առաջին պատերազմի ամենակարևոր դեմքերից մեկը։ Ժաննա Գալստյանը պատմում էր, ասում, որ նախագահ Քոչարյանը, Հայաստանի նախագահ Քոչարյանը գալիս էր Արցախ, միշտ ասում ենք, բողոքում էինք, դժգոհում էինք, ասում էինք, Արցախին, Ղարաբաղին քիչ ես ֆինանսներ տալիս, քիչ ես նյութական աջակցություն ուղարկում Արցախ։ Ասում է Քոչարյանն ասեց, լսեք, բա աղետի գոտին։ Այսինքն, այս մարդը այն գլխից իսկապես եղել է ամբողջ հայ ժողովրդի նախագահ եւ աղետի գոտին համար նույնքան կարեւոր է եղել, որքան Արցախի խնդիրը։ Սա էլ ասեք ժողովրդին, սա էլ բացատրեք։ Պարոն նախագահ, նախ մինչև հարցից անդրադառնալը, հարցից մի շատ կարևոր կամուրջի մասին է, բայց մինչև այդ կամուրջին անդրադառնալը ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, քանի որ ձեր ղեկավարման տարիներին ես իմ ընտանիքով Եվրոպայից ներգաղթել ենք Հայաստան եւ Փառք Աստծո մինչ այսօր այստեղ ենք ապրում եւ հուսանք դեռ շատ կապրենք այս հայրենիքում։ Պարոն նախագահ, ուրեմն երբ որ ես իմ ընտանիքով արտագաղթեցինք, գազ չկար, լույս չկար, ջուր չկար, աղետի գոտին մարդիկ դեռ այդ չարաբաստիկ երկրաշարժի այդ փլատակների տակ էին ապրում։ Որ վիճակ էր, երբ որ ես արդեն այնտեղ էի, նայում ու նախանձում էի, ասում էի, խի իմ երկիրի, իմ հայրենիքը չունի այնպեսի ղեկավար, ինչպես որ այստեղ են մարդիկ ապրում եւ չէին ճանաչում դպրոցում ինձ հարևանները չգիտեին Հայաստանը քարտեզի վրա մի կերպ էի ցույց տալ, որ այստեղ է, վերջը։ Ուրեմն 2001 թվականին, երբ որ ձեր ղեկավարման տարիներին կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, դեպ Հայաստանի ամենամեծ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ ժամանակ Ռոմի Պապը երբ որ եկավ Հայաստան, նոր ընդեղ արդեն ոնց որ մեզ իմացան, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք եւ վերաբերմունք ամբողջությամբ փոխվեց մեր հանդեպ, թե իմ դասընկերների, իմ ընկերների, հարևանների միջև այնտեղ ապրելով։ Ուրեմն հետևում էի հայրենիքում ինչ է կատարվում, ուզում էի կարոտներ, այդ որ տանջում էր, միշտ ուզեցել էի վերադառնայի այս հողն ու ջուրը։ Ուրեմն պարոն նախագահ, երբ որ վերադարձա, ամբողջությամբ փոխված էր հայրենիքս, հենց առաջի կանգառի Զվարթնոցոտ հանրավակայանից, սկսած մայրաքաղաքի բոլոր կառույցներից, լավ Թաշենը չգիտեմ, այն ժամանակ ոնց որ գյուղ էր գնացել էի, բարեկամներ ունեի, վերադարձել էի կամուրջը, շատ Դիլիջանի թունելներ, Սելիմի միջանցքը, վերջը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներ եք կառուցել հայրենիքում, տասնյակ, 30 եւ ավել կարծեմ, եթե չեմ սխալվում։ Եվ պարոն նախագահ, հիմա մի շատ կարևոր կամուրջ կա, որ ուզում եմ մեր երկրում
Աստված վերադառնաք, շատ եմ խնդրում եմ Աստծուց, աղոթում եմ, որ միշտ գա այդ նորից վերադառնաք եւ ղեկավարեք պետությունը, ինչպես որ հարկն է, այսպես ձեր կեսվածքով ոչ թե խայտարակությունը ամաչում եմ նույնիսկ մեղ Աստծուն, դա եմ հեռուստատեսությամբ իրանց այդ արարքները։ Պարոն նախագահ, այդ կամուրջը կարծում եմ այսօր փլուզված է ժողովուրդ եւ պետություն Ինչ է սպասում եք, որ կամուրջն է արդեն ժողովուրդ, այո, այդ ժողովուրդ պետություն է, վերցես պատմելով դեր ժողովուրդ պետություն կամուրջը փլուզված է այս պայն։ Ես ասում ես Ես մեծ պրոյեկտները սիրով եմ, երբ որ ասում էր կամուրջը, արդեն աշխարհագրությունը ասում ես դա դրա մասին է, բավականին փորձ ունեք, ձոր կա, որով պետք է բանման, ապրես շատ լավ բան ասացի։ Բավականին փորձ ունեք կամուրջների դրա համար այդ կարևորագույն կամուրջն է, ժողովուրդ պետություն, քանի որ այս պայն ամբողջությամբ փլուզված վիճակում է, բոլոր ոլորտները։ Եվ տա Աստված վերադառնաք նորից այդ կառավարմանը եւ ինչ ձև եք պատկերացնում այդ կամուրջը վերանորոգել ժողովրդի եւ պետության միջեւ։ Շնորհակալություն։ Նայեք, իսկապես բանը միտքը լավն է։ Երբ է կամուրջը քանդվում, երբ վստահությունն է կորչում, չէ՞։ Նույնիսկ երկու անձ իրար հետ, եթե վստահություն չկա, հարաբերություններ չի կառուցվում։ Կամ եթե մեկը մեկին խոսք տալիս, խոսք տալու ժամանակ արդեն մտածում է ոնց եմ անելու, որ այդ խոսքս չպահեմ, էլ այդ անվստահության բանը էլեմենտներն է։ Վստահությունը վերականգնելը կամ կառուցելը մեկ տարբերակ ունի։ Խոսքդ պետք է քո գործի հետ բռնի։ Ժողովուրդն է ընտրում կառավարությունը եւ ժողովուրդը պարտավոր է պահանջել եւ պիտի պահանջի կառավարությունից կատարել բոլոր այն խոստումները, որը կառավարությունը տվել է։ Եթե կառավարությունը տեսնում է, որ կարող է խոսք տալ մեկ բան, անել ճիշտ ուրիշ բան, հետո գալ, ֆրցնել, խաբել, էլի վերընտրվել, այդ կամուրջը չի լինելու։ Ձևական կամուրջ է լինելու, գալով ասի ձեզ սիրում եմ, գիշերները երազներումս միայն ձեր մասին եմ բանանում, ձեզ եմ տեսնում, միայն դուք եք որ կաք եւ ալեվալ, բայց սենց է կամուրջի միակողմանի է լինելու։ Սենց քվեները միակողմանի գալով են դեպի իշխանություն, հակառակ կողմի վրա բարեկեցություն եւ ալեվել չի աշխատում, այդ միակողմանի կամուրջ է դառնալու։ Սենց մի նեղ կամուրջ էլի, որ սենց քվեն գալիս է, բայց հետ ոչ մի բան չի գնում։ Այսօր այդ վիճակն է։ 21 թվականի իրենց խոստումների, իրենց նախընտրական ծրագիրը որևէ մեկը վերցնի կարդա։ Ոչինչ չեն արել։ Ոչինչ, երևի խաղը 80%-ից ավելը ոչ միայն չեն արել, արել են ճիշտ հակառակը։ Դրա համար գամ հետևյալի, այդ կամուրջը կառուցելը ունի մեկ բան՝ վստահություն։ Վստահության համար իշխանությունը պետք է խոսքի տեր լինի, պետք է պատասխանատու իշխանություն լինի, ժողովրդի գլխին փորձակ չբերող իշխանություն, հակառակը ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության մասին մտածող իշխանություն։ Ուրիշ ձևի այդ վստահությունը չի լինում։ Ողջունում եմ բոլորիդ, ես Լուսինեն եմ, 8 տարի պայքարի այդ բովով անցած, հենց ներս մտա լրագրողներին հենց հարցազրույցի բռնվեցի, թե ինչու եմ ընտրում ձեզ եւ Դաշնակցությանը։ Ասեմ ինչի, որտեվ ես հիշում եմ ձեր կառավարման տարիները, 8 տարի առաջ մտել եմ պայքարի մեջ, մինչ այդ չեմ զբաղվել երբեք քաղաքականությամբ, եղել եմ ակտիվ Քոչարյանի աջակից եւ բոլորը դա գիտեին, բայց Քոչարյանի աջակից դառնալուց բացի այս թվականի մայիսի 28-ին դարձա նաեւ դաշնակցական։ Ու ես ձեզ չեմ կարողանում տարանջատել իրարից, որ ասում եմ ոնց, բա դու Քոչարյանական էիր, հիմա դաշնակցություն, ինձ համար դուք նաև դաշնակցական եք։ Չեմ ուզում հիմա հարցեր տալ անվտանգությունից, որտեղ գիտեմ ձեր հնարավորությունները, միասին կարող ենք
Իմ հարցը ավելի սոցիալական է։ Ես ներկայացնում եմ մի խումբ, որոնց մասին երևի թե չգիտեմ, ձեր մեր նախընտրական ծրագրերում կա թե չէ, միայնակ մայր եմ։ Այս հարցով ես մի անգամ դիմել եմ Գառնիկին, նույնիսկ ազգային ժողովում ելույթ ունեցավ, սոցիալ-նախարարին հարցեր տվեց մեր հետ կապված։ Երևի թե ես շատ ուրախ եմ, որ ունեք ծրագրեր երիտասարդների հետ կապված, անվճար կրթություն եւ այլն, բայց միայնակ մայրերը իրականում այսօր անտեսված են պետության կողմից։ Չեմ ասում են միայնակ մայրեր, որ թղթով, ուղղակի ամուսիններ կան, բայց ապրում են իրար հետ, ինչ որ նպաստ օգնություններ ստանալու համար, ոչ։ Իրական միայնակ մայրեր, ովքեր կյանքա չի ստացվում, ընտանիք ունենալ, բայց ունենում են, ուզում են նաեւ ունենալ երեխաներ, բայց քանի որ պետությունում ապագա չկա, չեն էլ գնա այդ քայլին։ Հիմա ես կուզենամ, որ դուք, եթե կա կամ չկա ներառեք անպայման մեզ այդ ձեր ծրագրերում, ու դա ոչ թե լինի ուղղակի օգնության տեսքում, որ X գումար տան, թող գնան ապրեն, չէ, այլ իրականում այդ մայրերը, որովհետև իմ տղան 7 տարեկան, վաղը ինքն է այս երկրի ապագան նաև, ու ես չեմ ուզենա, որ երկիրը լինի այնպիսին, որ ինքը այստեղ ապրելու տեղ չունենա։ Դա մեկ եւ նաեւ կան ծրագրեր, մի քանի տարի առաջ ես դրամաշնորհային մի փոքր ծրագիր գումար շահեցի, այսպես ասեմ, ուզում էի կանանց եւ աղջիկների համար ֆիթնես ակումբ ստեղծել։ Բայց գույքը ամեն ինչ արա, բայց չկարողացա բացել, ինքը այդպես էլ դրված է, որովհետեւ հարկային բեռը այնպիսի մեծ է, որ ես ինքս լինելով բնույթով ռիսկով մարդ, ես դեռ չեմ բացում, չեմ աշխատում, եկամուտ չունեմ, ինքը այդպիսի սառեցված վիճակում է։ Իսկ Լևոն Քոչարյանը գիտեմ, որ շատ ակտիվ է սպորտի հետ կապված նախագիծ ունի, հետևում են, ցավոք Հրազդանից չեն կարողանա գալ ամեն անգամ մասնակցել, բայց այս առումով էլ կուզենայի, որ ձեր կարծիքը լսել, ինչ սպասել մեզ, կամ իմ նման շատ կանայք, որտեղ մայրերի ձեռքում է ազգի ապագան։ Հասկացա, լրիվ կիսում եմ ձեր կարծիքը։ Հիմա մեր ծրագիրը մոտակա ժամանակներում հրապարակվելու է։ Հիմա եթե Քրիստին, որ մի հատ Քրիստին ավելի կոնկրետացնի։ Ծրագիրը հրապարակվելու է սոցիալ-տնտեսականը նաև եւ ունենք ընտանիքի թիրախային աջակցության ծրագրերի մասին, միայնակ մայրերն էլ մենք կմտածենք, բայց ուրիշ բանի մասին եմ ուզում ասել, մենք դաշինքի հայտարարման օրը հրապարակեցինք, որ այդ ծրագրում նաև ուզում ենք ձեր աջակցությունը ստանալ, հղում ենք հրապարակել բոլոր պաշտոնական հարթակներում կա, որովհետեւ վստահ եմ, հաստատ բաներ բաց թողած կարող են լինել կամ բարելավելու տեղ, այդ հղումը կա մեր բոլոր պաշտոնական հարթակներում, եթե որևէ առաջարկ ունեք, հիմա ձեզնից ուղիղ լսեցինք, եթե որևէ մանրամասնել կա, եթե ուղարկեք մեզ, դրա վրա ավելի կոնկրետ կկարողանանք աշխատել եւ վստահ եմ, որ կկարողանանք ինչ որ բան ունենալ, որը եւ թիրախային է, եւ ձեզ պետք է, եւ իրատեսական է։ Հիմա խոստանում եմ անպայման ծրագրում, եթե հանկարծ ինչ որ բան ենք բաց թողել, ուրեմն վստահ եղեք, մտցնելու ենք եւ շատ ճիշտ հարցադրում է։ Ոքի ճիշտ հարցադրում է, ուրեմն այդ հարցը պետք է այնպես լուծենք, որ այն 7 տարեկան փոքրիկը ապագա ունենա։ Ժորժ ջան, տեսեք, մեր ծրագրի մեջ սոցիալ-տնտեսական բլոկը բավականին հագեցված է ու բոլոր շերտերին անդրադարձ ունենք։ Պարզապես, քանի որ անվտանգային խնդիրներ այնքան առաջնային են, մեր հանդիպումների գլխավոր հարցը դառնում է այդ, բայց իրականում էլ եթե պարզ խոսենք, առաջիկա ընտրությունները լավ ասֆալտ տանելու մասին չի։ Իրականում առաջիկա ընտրությունները Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ու հայ ինքնությունը պահելու հարցն է։ Բայց սրան զուգահեռ մեր մոտ տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները առաջնահերթություն են ու բոլոր հարցերի լուծման մի քանիսը արդեն իմ ընկերները ասեցին, գյուղատնտեսություն, կրթություն ու մնացած ոլորտները շատ մանրամասնությամբ իմիջիալոց հաջորդ շաբաթ օրվանից սկսելու ենք հերթով դրույթներով մանրամասնորեն հրապարակենք, որտեղ միայնակ ընտանիքներից մինչև բազմազավակ ընտանիքներ անդրադարձ լինելու է ու դրանց բոլոր լուծումները առաջարկվելու։ Նայեք, մենք մի բան որ խոստանում ենք, հաստատանում ենք։
իմ սկզբունքը հետևյալն է, քիչ խոստացիր, շատ արա, բայց հանկարծ հակառակը չլինի։ Եվ բոլոր, նաև նախագահ ժամանակ, բոլոր մարզային այցերի ժամանակ, բոլոր հանդիպումների ժամանակ, երբ որ հարցադրումներ էր եւ խոստանում էինք, արձանագրություններ կազմվում, դա մտնում էր ուղղակի աշխատանքային ծրագրի մեջ, եւ միտեղ գնալուց ինձ աշխատակազմից միշտ ասում են հետեւյալը. գիտեին, որ պետք է զեկուցեն, ինչ խոստում տվել ենք, ինչն եք արել, որն է կիսատ մնացել, որն է դեռ բան։ Եվ կարող եմ ասել մեկ բան, այլ լրագրողները կարող են զննել, չկատարած խոստում չունեմ։ Իմ ամբողջ նախագահության ընթացքում կրկնեմ, չկատարած խոստում չունեմ, որտեղ եթե միտեղ գնում ես հանդիպման եւ խոստացել ես եւ ժամկետում չես արել, ոնց որ ամաչ ես, չես զում գնաս։ Եթե այդ ամոթի զգացողությունը չունես, թքած ունես ինչ-որ բան, կրուծիտներով կարած գնաս, ֆրցնես եւ այլ, այդ դեպքում խնդրեմ չի, դու կարաս հանգիստ խոստումներ տալ, չանել, հետո այդ բիոսարկդ միացնել, վերոդ գնա ինչ-որ բան, բառակույտով, ինչ-որ ձևով, ինչ-որ բաներ են մեկ ասում, մարդ շշմում է, էլի ասում ես։ Խնդրեմ, Եվի վերջի երկու հարցը, քանի որ այլ, խնդրեմ։ Իմ անունը Հասմիկ է, Հարությունյան, ուսուցչուհի եմ։ Քանի որ վստահ եմ, որ դուք ընտրվելու եք, պարոն նախագահ, եւ իմ հարցը վերաբերում է կադրային աշխատանքին։ Բոլորս գիտենք, որ բոլոր իրենց հարգող պետություններում ընտրովի պաշտոն ձեռք բերածները դառնում են բոլորի համար հավասար պաշտոնյա։ Նախագահը բոլորի նախագահն է, ոչ թե ընտրովի։ Մեր երկրում այդպես չեղավ։ Այսօր երկրի առաջին դեմքը մենակ յուրայինների համար է։ Նույնիսկ հասարակ մարդիկ, ովքեր նրան ընտրել են, նրանց վարչապետը չէ։ Եվ յուրաքանչյուր իրեն հարգող հիմնարկ անգամ հավաքարար ընտրելիս հաշվի է առնում նրա աշխատանքային փորձը, մարդկային որակները, մաքրասիրությունը, աշխատելու հմտությունները։ Մեզ մոտ այդպես չէ։ Մենք այսօր ներքևից վերև ունենք պրոֆեսիոնալ կադրերի պակասությունը թեթև է ասված, բացակայություն։ Եվ մենք երկրի նվիրեցինք մեկին, որը կարելի ասել մի հավաբուն անգամ չէր կարող ղեկավարել։ Իսկ ովքեր են արտաքին քաղաքականությամբ զբաղվում։ Ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցողները, այլև համապատասխան ճանապարհ անցած մարդիկ։ Իսկ այսօր ովքեր են մեր արտաքին հարաբերությունների հարցը լուծում։ Ովքեր են ղեկավարում տնտեսությունը, ովքեր կրթությունը, բժշկությունը, ամենտեղ ոչ միտեղ պրոֆեսիոնալներ չկան։ Կամ շատ քիչ կան։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը շատ երիտասարդներ ստիպված աշխատում են այս համակարգի հետ։ Եվ հոգու խորքում նրանք համաձայն չեն, բայց չեն էլ կարող այլ կերպ արվել, որտեղ աշխատում են, աշխատել է պետք։ Ես կուզենայի, որ ձեր ծրագրում ընդգրկված լիներ մի կարևոր հարց, որ կադրային քաղաքականությունը պետք է հիմնվի պրոֆեսիոնալիզմի վրա եւ անգամ նրանք, ովքեր որ աշխատել են, հատկապես երիտասարդներ այսօր պետական համակարգում, նրանք իրենց որակավորմանը համապատասխան կշարունակեն աշխատել, որովհետեւ Հայաստանը չի կարելի դարձնել ինչ-որ մեկին, ոնց որ այսօր է։ Այսօր կա մեկը, որ քպայական չէ, բայց լավ աշխատանք ունի։ Չկա։ Եվ շատ երիտասարդներ մտավախություն ունեն, որ իրենք աշխատանքից կազատվել։ Ուրիշ փորձ չունեն։ Այսօր այս իշխանությունը այդպես է վարվել։ Աշխատանքից ազատել է նրանց, ովքեր իրենց կողմից չեն եղել։ Ձեր առաջին նախագահության տարիներին դուք չեք վարվել այդպես։ Այսինքն դուք վհուկների ворս չարեցիք։ Եվ ես հիշում եմ ձեր հայտարարությունը, որ ասացիք
ՀՀՇ-ականն էլ է հայ, որ չեք կարող դուք բաժանել, եւ այսօր դուք պատրաստվում եք արդյոք ընթരാճ գնալ երիտասարդներին հատկապես եւ նրանց աշխատանքի տեղավորելը, նրանց հնարավորություն տալ աշխատելու, եթե նրանք պրոֆեսիոնալիզմ կդրսևորեն։ Շնորհակալ եմ։ Մի քիչ երկար ստացվեց, կներեք։ Իսկապես թեման կարևոր թեմա է, ես կառաջարկեի ավելի ճիշտ հետևյալ ձևով կարձագանքեի։ Մարդ չի կարող ղեկավար աշխատի, եթե ոլորտը չի հասկանում։ Ոքի չի կարող։ Եվ եթե ուզում ես իսկապես ոլորտը զարգացնես, պետք է մարդ նշանակես ղեկավարի պաշտոնում, որ այդ ոլորտը զգում է, հասկանում է։ Սա անկասկած եւ այդպես է եղել։ Իմ նախագահության տարիներին այդպես է եղել եւ դրանով է պայմանավորված, որ մարդիկ երկար են աշխատել։ Արտգործնախարարը 10 տարի եղել է արտգործնախարար։ Արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, մոտ 9 տարի։ Ոստիկանապետը Հայկ Հարությունյանը 99 թվականից եւ այսպես երկար են աշխատել։ Եթե դու կարող ես, օրինակ, 6 տարում, 7 տարում 5 ոստիկանապետ փոխել, 6-7 անվտանգության ծառայության պետ, նախարարներ կա, որ սենց որ սեմիչքի պես էլի սենց։ Սա առաջինը փոխելու ապրանք են իրականում, բայց գոնե եթե տեսնում ես, որ հաջող չի փոխում ես, գոնե տեղը մի մարդ բեր, որ արհեստավարժության գոնե ինչ-որ մի բան ունի, մակարդակ ունի։ Այդ տեսանկյունից հիմա պատկերը խայտարակ է։ Դուք վերցրեք, օրինակ, իմ տարիների ինչքան էին աշխատում նախարարներ, իրենց մասնագիտությունը, թե ինչի մասնագետ են, եւ երբեք չի եղել, որ օրինակ իրավաբանին նշանակես առողջապահության նախարար կամ բժիշկին նշանակես արտարադատության նախարար, այդպես բան չի եղել եւ անպայման։ Ես լրիվ ընդունում եմ այն, ինչ դուք ասել եք, ինչ վերաբերում է այլ մոտեցման թայֆայության։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնից, որը ինձ բարեկամ է, բարեկամ կամ ազգական։ Ոտի գտեք, հրապարակեք այդ մարդու անուն ազգանունը, որը կարևոր ինչ-որ դիրքերում, ինչ-որ մի բան է, կարևոր բաներ անում երկրում։ Չկա։ Կամ օրինակ համադասարանցի, կամ համակուրսեցի, իմ համակուրսեցիներից մենակ մեկը Մարտունի շրջանում շրջանը մի պետ էր։ Եթե ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարզ, տեսի ասյա, դու ես, չգիտե, Հայկ Հարությունյանը նշանակել էր։ Այսպես էր։ Հիմա որ նայում ես, կա որ սանիկ, չգիտեմ, բան ես, ինչ կապեր ասես, բաներ ձակներ, չգիտեմ ինչ է, այդ ձակերներ ենքան շատ են։ Այդ զակերի կեսներ հիմա նախին է։ Ես մանկատնից չեմ եղել, ես էլ շատ բարեկամներ, ունեմ բարեկամներ, հարազատներ և այլ, սենց նի ձետդոմովսկ էլ էդ որ ասում են, բայց վերջի ինչ-որ մի բան կա, մի պլանկա կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես ամոտ, սա խոսակցությունների բան չդարնա, վստահության կորուստի հարց չդարնա, թայֆա ձևավորելու ինչ-որ մոդել չձևավորենք մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այդ սա բան է, սա ոչնչացրած է, սկզբում չկա։ Ընդունում եմ և վստահ եղեք, որ միայն այդպես է կներլա, այլ կերպ ուղղակի չկա։ Բարև ձեզ, պարոն նախագահ, ես Աշոտ Նեմասարյան, Հրազդան ամենքի հավաքանու անդամ։ Հարցս վերաբերում է Հրազդան քաղաքին, բայց ես կասեի մարզերին։ Հիմա նայեք։ Միկրոֆոնում։ Հիմա տեսեք, Երևան քաղաքում մոտավոր հաշվարկներով տարբեր աղբյուրներից որ ինֆորմացիան վերցնում եմ 230-240 հազար մարդու բնակարանաշինության մասին է խոսքը գնում, որը որ կասեի, որ մարզերում չկա նման բան։ Օրինակ Հրազդանում 2-3 բազմաբնակարան շենք է սարքվում,
Գներն էլ բնականաբար հավասարեցված է Երևանի գներին, բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքի էսի նկատի ունեմ, երիտասարդությունը, որը որ պետք է գնի, այսօր ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ կանխիկ գումարով ամբողջ բնակարանը գնելու վարկով, իպոթեկով բնակարանը գնելուց, բնականաբար ընտրությունը կանգնում է Երևանի վրա, որտեղ գինը նույնն է, հնարավորություններն էլ թույլ են տալի։ Հետո աշխատատեղերի քանակի սակավության պատճառով երիտասարդներից շատերը խելացի մասան գնում է Երևանում աշխատելու Հրազդանիցի նկատի ունեմ մոտ տարածքը, բնականաբար տունը առան, վերջ պրծավ, Հրազդան հետ չեն գա։ Նույնը վերաբերվում է մյուս քաղաքներին։ Դուք ինչպես եք պատկերացնում մարզերում այդ բնակարանաշինության, լավ սենց ասեմ, երիտասարդներին մարզերում պահելու խնդիրը։ Որտեղ մենք կներեք, բայց ոնց որ գնում են քաղաք պետության։ Լրիվ ընդունում եմ, սա պրոբլեմ է եւ մենք համաչափ զարգացման, տարածքային համաչափ զարգացման գաղափարն ենք դնում ուղղակի մեր ծրագրի հիմքում, իսկապես սա պրոբլեմ է։ Որոշ չափով Երևանում ես ուղղակի հիշեցնեմ, տնտեսական ճգնաժամից հետո շինարարությունը ընդհանրապես լրիվ կաղնած էր, զրոյի վրա էր, սննկացումներ եւ այլ, այն ժամանակ եւ այդ եկամտահարկի վերադարձի հարցը ինքը բավական բան դառավ, մոտիվացրեց եւ այդ բիզնեսը, շինարարությունը նոր սկսեց թափառնել։ Իրականում եկամտահարկի վերադարձի հարցը ինքը սոցիալական տեսանկյունից ինքը արդար օրենք չի, արդար մոտեցում չի, որովհետեւ ըստ էության շատերը բնակարանը են առնում ոչ թե նրա համար, որ կարիք ունեն, այլ հնարավորություն կա եկամտահարկի վերադարձով դու մեծ աշխատավարձ պիտի ստանաս, որ եկամտահարկը բավարար լինի, այսպես ինքը ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, բիզնես զարգացնելու ծրագիր էր, այլ ոչ թե սոցիալական։ Եթե օբյեկտիվ նայեք, ինքը ոլորտը տեղի շարժեց, բայց ինքը սոցիալական հարց չի լուծում։ Հիմա նման կարգի հարցերը լուծելու համար մենք պետք է նաև սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր ունենանք, որովհետև անապահով խավերը չեն կարող եկամտահարկի վերադարձով բնակարանային հարց լուծել։ Ինչ կատարում է Երևանում անկանոն եւ ամենից մեծ պրոբլեմը գիտեք ինչն է, երբ որ շինթույլտվությունը տալիս են, շատ պարզ ասեմ, շինթույլտվության գումարները դարձելով գիտի ինչ, միանալ հոսանքին, միանալ ինչ-որ գազի, միանալ ենթակառուցվածքային այդ ծառայությունների պրոբլեմ է դարել։ Եվ այդ ամենը սենց ոնց որ գները փչելու ինչ-որ մի մեխանիզմ են դրել, բայց հիմնական նպատակը հետևյալն էր, հնարավորինս այդ ոլորտից փող շատ քաշել բերել, քաղաքապետարան բերել բյուջե։ Բայց սա բերես նաև նրան, որ նման կարգի ծախսերը որոշակի բիզնես գրավչություն ունեն միայն Երևանում։ Երևանից դուրս շատ քիչ կարող է Ծաղկաձորում, որպես Ծաղկաձոր, նույնիսկ Ջերմուկում հիմա այդ հետաքրքրությունը չկա։ Վերանայում այն կարիք այո այստեղ կա։ Պետք է այնպես անենք, որ բիզնեսը, շինարարությունը որպես ճյուղ չտուժի, բայց պետությունը պետք է այդ գումարներով սոցիալական նաև շինարարություն անի եւ մարզերի համաչափ զարգացման ծրագիր անի։ Ուրեմն եթե դա մարզում է, շատ ավելի Երևանում պետք չի պետությունը ինչ-որ բան անի։ Երևանում պետքա պետությունը չխանգարի, կոպիտ ասած։ Մարզերում պետքա կոնկրետ բան անի օգնելու համար։ Մոդելի բանը սա է։ Հիմա Ծաղկաձորը ես որ սկսեցի Ծաղկաձորում լրիվ պատկերը փոխվեց, եթե հիշում եք ինչպեսին նա եղել Ծաղկաձորը, պետությունը մտավ, պետությունը պայմաններ ստեղծեց, հետո գնաց ավտոպիլոտի մեջ արդեն։ Հիմա նույնը տարածքային զարգացումն է։ Այ կրկնեմ այդ մոդելը, Երևանում չխանգարել, մարզերում օգնել, որ տեղից շարժվի։ Եթե մարզերում չօգնես, տեղից չի շարժվելու։ Այդ մոդելով պետք է կարողանանք առաջ շարժվել։
Եվ մեր ծրագրերում դա կա, համաչափ զարգացման ծրագրերում կա, այդ անկասկած։ Հետո օրինակ խոսվեց միայնակ մայր խոսած չէ։ Ինքը չի կարա եկամուտահարկի վերադարձի ծրագրով իպոթեք վերցնի եւ բնակարան ստանա։ Ուրեմն նշանակում է, որ եթե նման այդ կատեգորիայի մարդիկ երբեք պետք է բնակարան չունենան կամ բնակարանային բարելավում երբեք իրենց կյանքում չպետք է ունենան։ Դրա համար այդ սոցիալական շինարարության կոմպոնենտը մենք պետք է վերցնենք, ծրագրային սարքենք եւ ուղղակի այդ ուղղությամբ շարժվենք։ Եղավ ձեզ շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն հանդիպման համար եւ հետաքրքիր հարցերի համար։